Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 13-րդ օրն անցկացրել են Կոտայքի մարզում եւ Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Քաղաքական թիմի անդամները բնակիչներին տեղեկացրել են, որ հունիսի 7-ին ակնկալում են նրանց ակտիվ մասնակցությունը։ Ես հարգում եմ այդ մարշրուտը։ Արմանն է թաթվրա, միասնության թևեր։ Տանկա եկեք։ Հա, շատ լավ։ Միասնության թևերի ծրագրերում է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, այն միավորելով տարածքային կառավարման համակարգի հետ։ Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտները սերտորեն փոխկապակցված են։ Համայնքների զարգացումով ու գյուղական կյանքի կազմակերպմամբ են զբաղվում։ Նրանց համոզմամբ ոլորտի զարգացումը հնարավոր չէ ապահովել միայն էկոնոմիկայի նախարարության մեկ ստորաբաժանման միջոցով։ Քաղաքացիներին բաժանեցին իրենց ծրագրային դրույթներով բուկլետները։ Արդարությունը գալիս է վերականգնելու Հայաստանի արժանապատիվ ընթացքը։ Արդարությունը գալիս է վերականգնելու Հայաստանի արժանապատիվ ընթացքը։ Սիրելի հայրենակիցներ, քվեաթերթիկ համար 6, միասնության թևեր, Հայաստանի թեկնածու Արման, քվեաթերթիկ համար 6, Կուսակցությունը նաև նախատեսում է օրենսդրական փոփոխություն, որով գյուղատնտեսական աշխատանքը ևս կհամարվի աշխատանքային ստաժ, թոշակի եւ սոցիալական այլ հաշվարկների համար։ Ըստ կուսակցականների, պետությունը պետք է արժևորի գյուղացու տարիների աշխատանքը եւ ապահովի սոցիալական արդարություն։ Խնդիրները վերաբերում մեր լուծումներն են։ Առողջ եղեք։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։